իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի հաստահեն հաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորում է։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակում գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսը, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ հեռախոսը մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեմ, իմ միջոցներով եմ իրականացել։ Այդ թվում շատ իմ նկատառ քրեական գործեր են հարուցել, որը ին շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո sense մեծ ֆինանսական բեռային վրա եկել առաջացել, որի արդիկ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել եւ ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծեմ։ Այսինքն որ ասում են չեն աշխատում, ես չեմ աշխատում, իմ հասկանալի է, թե իմ ծանոթները թե հանրային դաշտում բոլորն գիտեն, որ ես շինարարությունով եմ զբաղվում, այսինքն շինարարության աշխատանքներով եմ զբաղվում։ Ոչ, ցավոք սրտի չունեմ, մի քիչ մեր երկրում այդ համակարգը այդքան էլ օրենքով չի համակարգում, դուրս է գալի, որ ես պաշտոնապես չեմ աշխատում, այսինքն որևիցե ընկերությունում եւ այլն, ես չեմ աշխատում, ուղղակի շինարարական աշխատանքներ եմ իրականացնում։ Իմ ֆինանսական միջոցները որտեղից է գալի։ Այսինքն, բայց որ ընկերություն ունենամ, իրանց նման գնամ տենդերներ շահեմ, մանկապարտեզներ չկառուցեմ, գումարները թալանեմ, երևի իրանց Այո, կապ չունի Նորքում թե Ավանում, ես խալ հասկացա։ Այո, շինարարական աշխատանքները հիմա այս տեսանյութերն նայելով բազմաթիվ ծանոթներ ինձ ճանաչեն, իմանան, գիտեն, որ ես այդ աշխատանքներով եմ զբաղվում եւ դրանից ելնելով ես հիմնականում ինձ ասած մասնագիտական փորձից ելնելով անդրադառնում եմ ամբողջ շինարարական աշխատանքներին։ Պարոն Չախոյան,